Արդյոք Հիսուսը փոխեց օրենքը։ Քրիստոնեական ուսմունքի մեջ հաճախ հանդիպող եւ երբեմն նաեւ տարակարծությունների պատճառ դարձող հարցերից մեկը հետեւյալն է. Արդյոք Հիսուս Քրիստոսը փոխեց Մովսեսի օրենքը։ Ավետարանների որոշ հատվածներ, հատկապես այն խոսքերը, որոնցում Հիսուս Քրիստոսը համատեղում է մինչև իրեն ասվածը եւ իր խոսքերը, երբեմն ստեղծում են այն տպավորությունը, թե օրենքի ու Քրիստոսի քարոզչության մեջ հակադրություն է դրվում։ Շատերի համար այդ արտահայտությունները հնչում են այնպես, կարծես Հիսուս Քրիստոսը նպատակ ուներ փոխելու, ավելացնելու կամ նույնիսկ ըմբոստանալու Մովսեսի տված կարգերի դեմ։ Սակայն որքան էլ այս հարցը ծնվում է առաջին ընթերցման անմիջական տպավորությունից, այնուամենայնիվ ավելի խոր ուսումնասիրության դեպքում պարզ է դառնում, որ Հիսուս Քրիստոսի քարոզչության մեջ ոչ թե հակադրություն կա օրենքի հետ, այլ դա օրենքի լիարժեք շարունակություն եւ բացահայտումն է։ Քրիստոսի խոսքերը երբեք չեն ներկայացնում օրենքի ժխտում կամ վերացում։ Դրանք պարզում են դրա ամբողջական իմաստը, այն, ինչ օրենքի խորքում ապրում էր սկզբից ի վեր։ Սակայն ժամանակի ընթացքում ժողովրդի մեջ ծածկվել էր սահմանափակ մեկնություններով եւ ավանդույթներով։ Այս տեսանյութում մենք կտեսնենք այն հատվածները, որոնք հաճախ շփոթություն են առաջացնում։ Կարծես Քրիստոսը նոր օրենք է սահմանում։ Կքննարկենք դրանց պատմական իմաստը եւ կներկայացնենք եկեղեցու հայրերի մեկնությունը։ Եվ վերջում կտեսնենք, որ քրիստոնեական հավատքի համաձայն Հիսուս Քրիստոսը ոչ թե փոխեց օրենքը, այլ բացեց դրա խորքային իմաստը, բարձրացնելով այն դեպի կատարելություն։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոնալիքին, որպիսի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ Լսել եք, թե ինչ ասվեց նախնիներին. մի սպանիր, որովհետև ով սպանի, դատաստանի կենթարկվի։ Բայց ես ձեզ ասում եմ, ով անտեղի բարկանա իր եղբոր վրա, դատաստանի կենթարկվի, եւ ով իր եղբորն ասի հիմար, ենթակա կլինի ատյանի, եւ ով իր եղբորն ասի անմիտ, կդատապարտվի գեհենի կրակին։ Հնում արգելվում էր միայն սպանության գործողությունը, իսկ Հիսուս Քրիստոսը կարծես նոր արգելք է ավելացնում՝ անտեղի զայրանալը։ Իրականում Հիսուս Քրիստոսը չի փոխում պատվիրանը, այլ բացում է դրա արմատը։ Սպանությունը ծնվում է ներսում, ատելությունից, վիրավորանքից, չար զգացումից։ Սրանով Հիսուսը բուժում է արմատը, ոչ միայն արգելում հետևանքը։ Օրենքը կտրում էր պտուղը, Քրիստոսը արմատը։ Նա օրենքին չի հակադրում, այլ բացում է դրա ամբողջական իմաստը։ Հովհան Ոսկեբերան։ Որտեղից ծնվում է սպանությունը, այնտեղ էլ ուղում է Քրիստոսը սրտի մեջ։ Օգոստինոս Երանելի։ Լսել եք, թե ինչ ասվեց. մի շնանա, բայց ես ձեզ ասում եմ, ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում շնացած կլինի նրա հետ։ Հնում արգելվում էր շնանալը, այսինքն գործողությունը, իսկ այժմ նույնիսկ ցանկությունը։ Իրականում երկու դեպքում էլ մեղքի աղբյուրը մարդու ներսում է։ Հիսուս Քրիստոսը բացում է այն ճշմարտությունը, որ մեղքը սկսվում է մտքից եւ սրտից։ Քրիստոսը ցույց տվեց, որ սրտի ցանկությունն է, որ մարդուն հեռացնում է Աստծուց։ Գյուրեղ Ալեքսանդրիացի։ Քրիստոսի խոսքը օրենքի կատարելությունն է, ոչ թե նոր օրենք։ Լևոն Մեծ։ Արդարև ասվել է. ով արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթ տա։ Բայց ես ձեզ ասում եմ, ով իր կնոջն արձակում է առանց պոռնկության պատճառի, ինքն է պատճառ դառնում, որ նա շնանա, եւ ով արձակված կնոջ հետ ամուսնանա, շնություն արած կլինի։ Մովսեսը թույլ էր տվել ամուսնալուծություն, իսկ Հիսուս Քրիստոսը կարծես արգելում է։ Բայց իրականում Հիսուս Քրիստոսը բացատրում է դրա պատճառը ավելի ուշ։ Հիսուսն ասաց նրանց. Մովսեսը ձեր խստասիրության պատճառով ձեզ թույլատրեց արձակել ձեր կանանց, սակայն սկզբում այդպես չի եղել։ Այսինքն, Մովսեսի թույլտվությունը ժամանակավոր զիջում էր, ոչ թե Աստծո սկզբնական կամքը։ Քրիստոսը վերադառնում է ամուսնության աստվածային նախատիպին։ Օգոստինոս Երանելի։ Սա նոր օրենք չէ, սա սկզբնական կարգի վերականգնում է։ Բարսեղ Կեսարացի։ Լսել եք, թե ինչ ասվեց. աչքի դիմաց աչք եւ ատամի դիմաց ատամ։ Բայց ես ձեզ ասում եմ, չարին հակառակ մի կանգնիր։ Աչքի դիմաց աչք, իսկ ատամի դիմաց ատամը հրաման է հին ուխտում։ Իսկ Հիսուս Քրիստոսը ասում է չպատասխանել չարին։ Իրականում աչքի դիմաց աչքը վրեժի հրաման չէր, այլ սահմանափակում։ Հնում մարդիկ չպետք է ավելի մեծ վրեժ լուծեին։ Դա օրենք էր միայն դատարանների համար, ոչ անձնական հարաբերությունների։
Այստեղ նույնպես Հիսուս Քրիստոսը վերացնում է արմատը, վրեժխնդրությունը, այլ ոչ թե արդար դատաստանը։ Տերը վերացնում է անձնական վրեժը, բայց ոչ արդարությունը, Բարսեղ Կեսարացի։ Սա մարդու մեջ խաղաղություն հաստատելու ճանապարհն է։ Հովհան Ոսկեբերան։ Լսել եք արդարև, թե ինչ ասվեց. «Պիտի սիրես քո ընկերոջը եւ պիտի ատես քո թշնամուն»։ Բայց ես ձեզ ասում եմ. սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարություն արեք ձեզ ատողներին եւ աղոթեք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ, որպիսի որդիները լինեք ձեր հոր, որ երկնքում է, որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է թե չարերի եւ թե բարիների վրա, եւ անձրև է բերում թե արդարների եւ թե մեղավորների վրա։ Այնպես, որ եթե սիրեք միայն նրանց, ովքեր ձեզ սիրում են, ձեր վարձն ինչ կլինի, չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ Եվ եթե ողջույն տաք միայն ձեզ բարիք կամեցողներին, ինչ ավել բան արած կլինեք, չէ՞ որ մաքսավորներն ու մեղավորներն էլ նույնն են անում։ Արդ կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր հայրն է կատարյալ։ Այստեղ Հիսուսը մեջբերում է մի բան, որը կարծես գալիս է հին ուխտից եւ հստակ փոխում այն։ Սակայն իրականում թշնամիներին ատելու պատվիրան հին ուխտում չկա։ Ընդհակառակը, հին ուխտը պատվիրում է հարգել թշնամիներին։ Եթե հանդիպես քո թշնամու մոլորված եզանը կամ էշին, դրան վերադարձրու եւ հասցրու իր տիրոջը։ Այսինքն, մարդիկ են ավելացրել թշնամուն ատելու սովորույթը։ Հիսուս Քրիստոսը ուղղում է մարդկային աղավաղումը, ոչ թե օրենքը։ Քրիստոսը երգեց մարդկային սովորությունը, ոչ թե օրենքը։ Հովհան Ոսկեբերան։ Ամփոփելով, յուրաքանչյուր հատված հասկանալու բանալին հենց Հիսուս Քրիստոսի այն խոսքն է. մի կարծեք թե օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա, չեկա ջնջելու, այլ լրացնելու։ Հիսուս Քրիստոսը չի փոխել օրենքը, չի հակադրվել Մովսեսին, չի բերել նոր արժեքներ հնի դեմ։ Նա պարզապես բացահայտեց օրենքի խորքը, վերականգնեց դրա իրական իմաստը եւ բարձրացրեց մարդուն դեպի օրենքի կատարելությունը, դեպի սրտի մաքրություն։